Ուրեմն երեք սահմանադրական արդարադատության նախարարությունը սահմանադրության վերաբերյալ պատասխանում ինքը գրում է. մենք քննեցինք ձեր դիմումը, առաջին անգամ է որ ժամանակին պատասխանում են։ Վարչապետին ուղղված դիմումին ի պատասխան մեր արդարադատության նախարարության անունն էլ կարող եմ ասել ով է այս պատասխանատվությունը իր վրա վերցրել, քարտուղարը Համլետ Հարությունյան։ Գլխավոր քարտուղարն է արդարադատության դատարան, ասում է որ ձեր փոխանցած հանրագրի մեջ, որը վարչապետը փոխանցել է իրենց, նախկինում անտեսում էին, ասում էին չի եղել։ Չի նշված հատկապես դուք ինչ եք պահանջում։ Այնինչ ես ունեմ, հիմա չեմ կամենում ծանրաբեռնել մարդկանց ուշադրությունը, ես ունեմ մեր փաստաթուղթը, որտեղ ասված է. այս անգամ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն ու պատրաստի նախագիծը ձեզ եւ սահմանադրական խորհրդին արդարադատության նախարարին ներկայացնելուց առաջ եւ դրան զուգահեռ ճիշտ եմ համարում նախ ձեզ հիշեցնել կուսակցությունների մասին օրենքի սահմանված կանոնները եւ ներկայացնում եմ։ Այստեղ հստակ ասվում է, ահա ձեզ հայեցակարգ, ահա այսինչ կայքեջում սահմանադրության նախագիծ։ Կոչ ենք անում ձեր հանձնաժողովին քննարկել։ Այսպեսի հիմնավոր փաստաթղթեր ստանալուն զուգահեռ իրենք համարձակվում են գրել հանրագրերը քննարկելու կարգ կա եւ այդ կարգին ձեր հիմք ընդունելով վերաշարադրյալը հայտնում ենք որ ձեր կողմից ներկայացված հանրագրերի քննարկման ենթակա մերժան։ Հանրագիրը ենթակա է մերժման, ձեզ տրված է նախագիծ։ Դուք ի՞նչն եք համարում ոչ բավարար։ Դուք հիմա ունեք հանձնաժողով, նրանց ժամանակին մեծ աշխատավարձներ եք տալիս ու խրվեցիք կոռուպցիոն հանցագործության մեջ, ապօրինի վարձատրություններ։ Հիմա ասում եք, որ այնքան էլ հիմնավոր չի։ Իհարկե մենք սրան կանդրադառնանք, բայց վերադառնալով հիմնական խնդրին, դուք որ ասացիք ավելի մանրամասն ներկայացնել իրավախախտումները, հենց այս փաստարկումը բերեցի սահմանադրությունից հետո։ Ինչ իրավունք ունես դու զբաղվելու սահմանադրությամբ, երբ սահմանադրությունը համազգային կարևորության խնդիր է, սահմանադրությունը պահանջում է քաղաքական ուժերի նույնիսկ բոլոր անհատների մասնակցություն, եւ քանի որ քո իրավական ակտում նորմատիվ իրավական ակտեր են ընդունել երկու անգամ եւ մի քանի անգամ էլ փոփոխել է, հստակ նշված է աշխատել հրապարակայնորեն, դու ինչ իրավունքով ես դռներդ փակում եւ չես քննարկում միակ այլընտրանքային նախագիծը։ Հայ ժողովուրդը պիտի իմանա, որ սա պատմական փրկարար նախաձեռնություններ։ Եթե ժամանակին նախորդ իշխանությունները նույնը արած չլինեին, սրանք էլ շարունակում են նախորդների գիծը։ Եվ մենք ընդունած լինեինք արդեն, եթե քննարկեն չեն կարող չընդունել բացարձակ ժողովրդավարության նախագիծը, ապա մենք ոչ այդ պատերազմը կունենայինք, ոչ այդ պատերազմի բացասական հետևանքները, ոչ էլ հիմիկվա, ոչ թե վտանգավոր վիճակը, այլ դեպի կործանում տանող վիճակը։ Բացի այս, Պարոն Հայրիկյան, տեսեք, դուք շարժում եք սկսում, հանրահավաքներով եք մեկնարկում սկիզբը, բայց նշում եք, որ դեմ եք այս իշխանությունը, սակայն հիմա հանրապետությունում շատերն են դեմ եւ նմանատիպ այլ շարժումներ են եղել։ Ինչու չեք միանում նրանց։ Կամ արդյոք նրանք միացել են ձեզ։ Ներողություն։ Նախ որևէ շարժում ասպարեզ իջնելուց առաջ պիտի փորձի հաղորդակցվել մյուս քաղաքական ուժերի հետ։ Մենք տևականորեն փոխանցում ենք մեր մոտեցումները, աշխատում ենք տարբեր կլորս ցեղանների հետ, սահմանադրության վերաբերյալ ունենք աջակիցներ եւ ամենակարևորը մենք կատարում ենք մի շեշտադրում, բոլորին տեղեկացրել ենք, ասում ենք, իրավախախտումներն են պատճառը։ Ես առանձին կուսակցությունների անուններ չեմ տա, որպեսզի հանկարծ որևէ մեկին մոռանալով չթողնեմ։ Ես կարծում եմ, մենք աշխատում ենք մեր փորձով ապացուցված ճիշտ ճանապարհով։ Երբ մենք ասում էինք անկախ Հայաստան, հանրաքվեի ճանապարհով, ոչ ոք չէր ասում։ Հետո ստեղծվեցին աստիճանաբար եկան այդ գաղափարին։ Հիմա մենք ասում ենք ժողովրդին պատկանող հայրենիք, ժողովրդավարական Հայաստան եւ չգիտեմ այդ ուրիշներից ում պիտի մենք միանանք, որ մեր ասածները չեն ընդգրկում։ Մենք ամենամեծ միանալու փորձ հայ ժողովրդի պատմության մեջ դրսևորել է ԱԻՄ-ը, մանավանդ 96 թվականին լինելով հիմնական դեմքը, ես անգամ տեխնացությունս չդրեցի, 98 թվականին մենք միանալով սահմանադրական բարեփոխումների գործին ընթացք տվեցինք, առանց դրա մենք ունենալու ենք նախագահական համակարգ, որտեղ նախագահը քնից կզարթներ եւ կարող էր պարլամենտն արձակել, օրինակի համար եմ ասում, կամ արգելված էր երկխոսությունը։ Մենք մեր անցած ճանապարհով ունենք համագործակցելու մեծ փորձ, հիմա էլ ընտրել ենք մի ծրագիր ու մի գաղափար, որը բոլոր ողջամիտ մարդկանց պիտի տրամադրեր։ Հայրիկյանը չի ասում եկեք միացեք ինձ, որ ես դառնամ ձեր վարչապետը։
ձեր նախագահի տեխնացուն կամ որևէ այլ բան։ վարչապետ։ Ներողություն, դա այլ հարց է։ Հայրիկյանն ասում է, նկատել եք իրավախախտումներ։ Եկեք բոլորս միասին այդ իրավախախտումների դեմ աշխատենք։ Եվ այս գործողության նպատակը ո՞րն է այս ընթացքի։ Նախապատրաստել նաև այն տատանվողներին, վախվորածներին, չհասկացողներին օգնել, որ հասկանալ, որ պետք է միասնական ուժերով աշխատել, որովհետև երբ դու խոսում ես նույնիսկ ապագա ընտրությունների մասին, բնական է, որ դու պիտի հասկանաս, որ այդ ընտրությունները կարող են լինել միայն այն պայմաններում, իսկապես ընտրություն կարող են լինել, եթե իրավախախտումներ երկրում չկան։ Եթե երկրում կան իրավախախտումներ, այ տեսեք, ես պաստառները կարդացի, բացարձակ ժողովրդավարություն նշանակում է Հայաստանը գնալով մեծանում է այդ բան։ Որոշակի բան է։ Եթե դու խոսում ես հայ առաքելական եկեղեցու իրավունքները ոտնահարելու պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին, հայ առաքելական եկեղեցու դեմ սահմանադրական բռնությունները սահմանադրական իրավունքի տեսակետից սարսափելի են։ Ինչ ընտրության մասին կարելի է խոսել, երբ դու ունես քաղաքականավորներ։ Ես չեմ տեսնում այն պաստառը, որ ասում է ոչ քաղաքականավորներին։ Մի երկրում, որտեղ կան քաղաքականավորներ, այդտեղ չի կարող լինել ընտրություն։ Հետո ինչ որ դու գնահատական ես տալիս քո պատկերացումներով, աշխարհը եթե դրանց ճանաչում է քաղաքականավոր, որովհետև խոսքի համար, խղճի ազատության համար կանանորից կամ տնտեսական գործունեություն անող մարդուն տանում ես բանտ։ Այնպես որ այս բոլորը իրար հետ սերտորեն կապված խնդիրներ են, ու այդ բոլոր խնդիրների մեջ մենք գտանք հիմնականը։ Եկեք այս փուլում բոլորդ դիմում եմ բոլոր 100 տարվա եւ 100 օրվա բոլոր կուսակցություններին։ Կա խնդիր։ Այդ խնդիրը մեր ժողովրդի երկրի ճակատագրի տերը չլինելն է։ Դա հիմնական խնդիրն է։ Եթե դա չենք, չունենք այն իմացությունը, որ դա հասկանանք։ Կան առանձին խնդիրներ, եւ այդ բոլոր խնդիրների հիմքում, սկսած հարկային տերորից, տերոր ուրիշ բառ չի կարելի գործել։ Վերջացրած սոցիալական անարդարությունը խտրականության դրսևորում է, երբ դու աղքատության մեջ ապրող 20%-ին մոռանալով աթոռների վրա բազմած պորտաբույծներին տալիս ես պարգևավճարներ, ում հաշվին ես տալիս։ Այս բոլորը խնդիրներ են։ Ես բոլոր խնդիրներին միանգամից իհարկե չեմ կարող անդրադառնալ, բայց ով ինչ խնդիր որ տեսնում է, ինչ որ կարևոր է համարում, այդ ամենի հիմքում ընկած է իրավախախտում։ Ուրեմն հաջորդ ուրբաթ ժամը 4-ին այստեղ պիտի լինենք ոչ թե 50 հոգի կամ 10 հոգի, այլ պիտի լինենք 1000 հոգի։ Իսկ մյուս ուրբաթ 10000։ Փետրվարի 18-ին այստեղ պետք է բոլոր նրանք, ովքեր միայն իրավախախտումից են խոսում, ոչ թե ես Ամերիկա մետ եմ, դու Եվրոպա մետ ես, դու դա թող մնա, դա քո խնդիրն է։ Բոլորս պիտի համախմբվենք նախ եւ առաջ իրավախախտումները Հայաստանում վերջացնելու, իրավախախտումներին վերջ տալու համար։